Իրանը, Իսրայելն ու Միացյալ Նահանգները փաստացի մտել են բաց ռազմական դիմակայության փուլ, իսկ վերջին ժամերին արձանագրված զարգացումները վկայում են հակամարտության նոր վտանգավոր աստիճանի մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանին հասցված զանգվածային հարվածների հետևանքով զոհվել են Իրանի բարձրաստիճան ռազմական ղեկավարներ։ Իրանական պաշտոնական կառույցները, սակայն առայժմ չեն հաստատել կորուստների ծավալը։ Միաժամանակ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում մի շարք թիրախների։ Իրանական հրթիռները խոցել են Իսրայելի Հայֆա քաղաքը, վնասելով բնակելի շենքեր։ Հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին։ Թեհրանն էլ հայտարարել է Բաղդադում գտնվող ամերիկյան Վիկտորիա ավիաբազայի վրա հարվածի մասին, ինչից հետո ռազմական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Իրանի ներսում ևս շարունակվում են հարվածները։ Թեհրանի հարավ-արևելքում բնակելի թաղամասի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում երեխաներ։ Վաշինգտոնն էլ շարունակում է ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Դոնալդ Թրամփն Իրանին տվել է 48 ժամ համաձայնագիր կնքելու համար, սպառնալով լայնածավալ ռազմական գործողություններով։ Նա կրկին պահանջել է բացել Հորմուզի նեղուցը, հայտարարելով, որ եթե այն չվերաբացվի, Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, էլեկտրակայաններին եւ կամուրջներին։ Իրանն էլ պատասխանել է կոշտ հայտարարություններով, զգուշացնելով, որ հակամարտության շարունակման դեպքում ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ։ Իրանի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգների սպառնալիքները բնութագրել է որպես պատերազմական հանցագործությունների խոստովանություն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նեղուցն այլևս չի վերադառնա նախկին կարգավիճակին, հատկապես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Վերջին 24 ժամում ըստ իրանական աղբյուրների նեղուցով անցել է 15 նավ Իրանի թույլտվությամբ։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրա, ինչը տեսականորեն կարող է թույլ տալ շուկա դուրս բերել օրական մինչև 3 միլիոն բարել իրաքյան նավթ։ Ռազմական բախումների մասին տեղեկությունները շարունակում են աճել նաև օդային ճակատում։ Իրանը պնդում է, որ կործանել է ամերիկյան 2 C-130 ռազմական ինքնաթիռ եւ 2 ուղղաթիռ։ Մինչդեռ ամերիկյան կողմը պաշտոնապես չի հաստատել այդ տվյալները։ Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտնել է, որ հաջողվել է փրկել Իրանում խոցված F-15 կործանիչի վիրավոր օդաչուին։ Տարածաշրջանում աճում են նաև միջուկային անվտանգության մտահոգությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին ուղղված նամակում զգուշացրել է Բուշերի ատոմակայանի մոտ իրականացվող հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ արտանետումների վտանգի, սպառնալով միլիոնավոր մարդկանց անվտանգությանը։ Դիվանագիտական ճակատում, սակայն, դեռևս պահպանվում է հնարավոր բանակցությունների պատուհանը։ Միացյալ Նահանգները, Իրանն ու տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավոր տարբերակը։ Միաժամանակ իրանական կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայում պահանջներ թելադրելու դիրքերում չէ։ Այս ընթացքում հրապարակվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը զինվորականների շրջապատում, ինչը փորձագետների գնահատմամբ ներքին մոբիլիզացիայի ազդակ է։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ Թել Ավիվը պատրաստվում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ խոշոր հարվածների եւ սպասում է Միացյալ Նահանգների քաղաքական կանաչ լույսին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։